ՀԿՊ խմբակը իրաց թրքապատակ կառավարչի հետ միասին սուտ կեղծիք են տարածում ազգային ուժերի եւ ազգային առաջնորդների վրա։ Շքեդուրաներով նրանց հիմարությունների վրա պարզապես փաստ է, որ 15 թվականի 2010 թվականի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը ուղիղ մեջբերում է դատապարտել է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը եւ կոչ է արել Թուրքիային առերեսնելով սեփական պատմության հետ ճանաչելու դատապարտել հայոց ցեղասպանությունը։ Սերժ Սարգսյանը կրկնում է այ ղեկավարն է եղել, որը ուղիղ դատապարտել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը եւ կոչ է արել Թուրքիային ճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Երրորդ նախագահ եւ հանրապետական իշխանության տարիներին աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են եւ դատապարտել հայոց ցեղասպանությունը, այդ թվում Օսմանյան Թուրքիայի դաշնակից առաջին աշխարհամարտում Գերմանիան, նրա նախագահը, Գերմանիայի Բունդեսթագը, իսկ 2010 թվականի ապրիլի 24-ի 100 տարելիցի ոգեկոչման արարողությունը բոլորի տաշտի առաջ է եղել։ 5 երկրի նախագահայերն, որոնցից երկուսը ՄԱԿ-ի մշտական անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուଆ Օլանդն են, Ֆրանսիայի Ռուսաստանի նախագահները։ Ավելին, այդ օրը ապրիլի 24-ի Գալիպոլիում Էրդողանը միջոցառում էր անում, բայց աշխարհի ուշադրությունը սևեռված է Դիցերդակաբերդում։ Գիտեք, սրանցից մեկնանից իլավ ինչ ասես, ես մարդիկ սրանք նրանք են, որ օրը ցերեկով Արցախը հանձնում էին, բայց ամբողջ աշխարհի Facebook-ում գրում էին, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Սրանք գնացին Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, բայց մեղադրում են բոլորին։ Իլյամետից մինչև նախկինները ռուսներ։ Նիկոլ Փաշինյանը մարդա, որ կապիտուլյացիան իր ձեռով ստորագրել է, բայց հիմա չգիտես ում է մեղադրում։ Ի վերջո, իրանք ամբողջ խմբակ է կապիտուլյանտների։ Ասում են Արցախը Հայաստանը եւ վերջ, հիմա Ալիևից ավելի լավ են փորձում հիմնավորել, որ Արցախը միշտ եղել է Ադրբեջան։ Հիմա ամենակարևորը, եթե մեկը կամ չունի նրա անունը ինչ է, հայտարարում է, որ անկախության հռչակագիրը, դա չանկախության մասին հռչակագիր է, եւ պատասխանում է սահմանադրություն նոր ընդունել, որտեղ գրառված չլինելու մեր պետության ծննդականը, անձնագիրը, այսինքն անկախության հռչակագիրը, նրան ինչ ասես։ Նրան պետք է ասես, որ ինքը թուրք ադրբեջանական կամակատար է, վերջ։ Պարոն Շարմազանով, այլընտրանք ունի օրվա իշխանությունը, որովհետև տեսնում ենք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ այս իրավիճակում այլ երկ չկա, կան փորձել երկխոսել, կան փորձել բանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որովհետև օբյեկտիվորեն թույլատրված է պետությունը չունի ռեսուրսներ եւ տարածաշրջանում տեսնում ենք, որ լարված իրավիճակ է։ Նա ռեսուրսներ չունի իրաց դավաճանության արդյունքում։ Մենք 7 տարի առաջ, այսօր երբ որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, հայոց աշխարհն ուներ երկու հանրապետություն, Հայաստանի հանրապետություն եւ Արցախի հանրապետություն, 42,000 քառակուսի կիլոմետր տարածքով։ Շուշին հայկական էր, Ստեփանագերտը հայկական էր, աշխարհի գերեզրիկ պետությունները ճանաչում են հայոց ցեղասպանությունը։ Նույն Նիկոլ Փաշինյանի խոսքով ունեինք տարածաշրջանում ամենամարտունակ բանակը։ Հետո մցրեց այս կապիտուլում նստած կապիտուլյանը։ Հիմա ումից է բողոքում։ Եվ ասել Հայաստանի ադրբեջանացման քաղաքականությունը անվանել Ադրբեջանի եւ Թուրքիայի երկխոսություն։ Ելքը ո՞ր է, պարոն Շարմազանով։ Երկու իշխանապողությունն է, ո՞ր է, դիմացությունը։ Օրենքով սահմանված կարգով ինչպես 3 ճանապարհ կա, ճանապարհ համար 1 impeachment, անվստահություն հայտնել, ճանապարհ համար 2 փողոցային ընդվզում, ճանապարհ համար 3 բացական իմաստով ասում, ընտրություններ։ Իմ համար կապ չունի 3-ի որը լինի, ես կողմ եմ։ Բայց վերջին 7 տարիները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանի ազգակործան ռեժիմի ցանկացած որ մեզ տանում է դեպի ազգային պետականության կորուստ։ Անցած տարի ապրիլի 23-ին մենք ավելի լավ վիճակում ենք, քան այսօր։
Աստղաշարի որսա մնաց, մյուս տարի ապելի 22-ին կարող է, ես չգիտեմ։ Իշխանություն չունենք, մենք ունենք կոլաբորացիոնիստական ռեժիմ։ Ոնց կարելի է Ամերիկան անվանել մի հայույթի իշխանություն, որը հրաժարվում է անկախության հռչակագրից։ Եվ բաց խոսան, նորալը կարող ովուսում առնի։ Ես չեմ մտածել, ես ինչ ասում եմ համոզվածով։ Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիայի ժողովրդի կապելու ուսումնի տեխնիկի վարպետ է։ Ասմեկի չի պետք է հասցնել դրա, որ միապել հայ ազգի գնա քվեարկի անկախությանը չդավելու կողմա թե դեմա։ Հասկանում եք դա ինչ է, դա ոնց է տեսնա ետերում, ասեք գնա քվեարկի, մենք հեստին ենք, հենց մենք ուսումնան դառնանք։ Հասկանում եք, սա արդեն աբսուրդ է, մենք ես ինչ ենք քննարկում ժողովուրդ։ Այսինքն երրաբլրով ծնված պետության մեջ մենք պետք է մի հատ քննարկենք անկախության հռչակագրի ըլիպներ չչնի,